5 տարի առաջ այս օրերին Փաշինյանն ընտրողներին տալիս էր խոստումներ, որոնց ճիշտ հակառակն արեց ու շարունակում է անել հիմա։ Թալինում, որտեղ այսօր քարոզարշավ էր անում, վարչապետը 2021-ին խոստանում էր հայանպաստ լուծում գտնել Արցախյան հարցին։ Ծանր եւ վիրավոր իրավիճակում, բայց ես այսօր ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան թե դա գոյություն ուներ 4 տարի առաջ։ Հաղթելուց հետո, սակայն, Փաշինյանը 180 աստիճանով հակառակն արեց, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, իսկ հիմա, երբ այն արդեն հայաթափված է, հասարակությանը փորձում է համոզել, թե Արցախը երբեք էլ մերը չի եղել, եւ պետք է հրաժարվել անգամ այնտեղ մի օր վերադառնալու մտքից։ Ասում են հող են կորցրել, այդ հողը ինչով է մերը եղել։ Ինչով է մի հատ բացատրեք ինչով է մեր եղել։ Այնտեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել ենք այնտեղ։ Բնակավայր ինչով է մեր եղել։ Մերը չի եղել։ Մերը չի եղել։ Ոչ միայն այդ մերը չի եղել, այլև օգտագործվել է նրա համար, որ Հայաստանն էլ մերը չլինի։ Ավելին, ժամանակին Արցախը Հայաստան է եւ վերջ բացականչող Փաշինյանը պատերազմից հետո 21 թվականի ընտրություններին խոստանում էր, որ Արցախն Ադրբեջանից լիարժեք ինքնորոշվելու ճանապարհով են գնալու։ Մենք պատկերացնում ենք, որ այս բոլոր իրադարձություններից հետո անջատում հանուն փրկության բանաձևի իրագործման հնարավորությունները էականորեն մեծացել են եւ մեզ հարկավոր է հետեւական աշխատանք այս ուղղությամբ։ Համոզում էր նաեւ, որ իրենք ոչ մի դեպքում ոչինչ չեն զիջելու։ Չհավատաք, երբ որ ձեզ կասեն, թե մենք ինչ-որ բան ուզում ենք ինչ-որ մեկի տանք։ Մենք չենք կարող։ Հիմա սակայն ոչ միայն Արցախը չկա, այլև Փաշինյանը չի դատապարտում նույնիսկ այնտեղ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ասելով, թե դա մեր տարածքում չէ եւ մեր գործը չէ։ Անգամ սխալ է համարում Ղարաբաղյան շարժումն ու մարդկանց համոզում, թե դրա պատճառով 30 տարի վատ են ապրել։ Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար։ 30 տարի չեք ապրել։ Այս երեխեքը չեն ապրել։ Այս խաղաղապարակը երբ է կառուցվել։ Երբ թիվը ասեք։ 24 թվականին։ 24 թվականից առաջ Կորնիձորում սենց խաղաղապարակ եղել, հա։ Բա այս երեխեքը խի պետք է հաղթանակած երկրի երեխեն խի պետք է խաղաղապարակ չունենար։ 5 տարի առաջ Փաշինյանը վստահեցնում էր, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից։ Ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն մեր տարածքից։ Որպես լուծում ես առաջարկել եմ, որ մեր եւ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը հայելային եղանակով հեռանան ընդհանրապես այդ սոտք խոզնավար հատվածից։ 5 տարի է անցել, սակայն ադրբեջանցիները նույն տեղում կանգնած են, ավելին ոչ թե նրանք են դուրս գալիս Հայաստանի ինքնիշխան տարածքից, որի մակետն է բաժանում բոլորին Փաշինյանը, այլ սահմանազատման արդյունքում Հայաստանն է տարածքային զիջումներ արել Կիրանցում։ Հիմա Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը դեռ էլի տարածքներ է ստանալու Հայաստանից խորհրդային քարտեզներով, խոստանում, որ ադրբեջանցիներն էլ անպայման դուրս են գալու մեր օկուպացված տարածքներից, բայց թե երբ կրկին հստակ ժամկետներ չկան։ Ընդունում ենք, որ մենք ունենք օկուպացված տարածքների խնդիրներ, բայց դուք համոզված եղեք, որ այդ հարցերը սահմանազատումով կկարգավորվեն, եւ դե յուրե դրանք արդեն իսկ կարգավորվել են, ամբողջությամբ եւ լիարժեք կլինի Հայաստանի Հանրապետությանը։ 5 տարի առաջ Փաշինյանն ընտրողների քվեն շահելու համար վստահեցնում էր, որ ամեն ինչ անում են բոլոր գերիներին օր առաջ հետ բերելու համար։ Մենք գերիների հարցում միշտ հարազատների հետ հանդիպելիս ասում են, ինչքան պետք կլինի հետևական պիտի պայքարենք, որպեսզի րոպե առաջ, ժամ առաջ նրանք վերադառնան։ Արդեն 6 տարի է անցել, բայց Բաքվում դեռ հայ գերիներ կան, այդ թվում Արցախի ղեկավարները, որոնք շինծու մեղադրանքներով ընդհուպ ՑՄ հազատազրկման են դատապարտվել։ Որոշ գերիներ այս տարիներին այո հետ են եկել, բայց դեռ Բաքվում մնացածների ճակատագիրը մինչ օրս անհայտ է։ Կրկին խոստում, որ ամեն ինչ անում են նրանց հետ բերելու համար, առանց որևէ ժամկետի եւ երաշխիքի, որ դա տեղի կունենա մի օր։ Այդ ուղղությամբ արվում է ամենօրյա աշխատանք։ Երբ կլինեն արդյունքներ, երբ որ կլինեն կտեսնենք։ Սիրում եմ բոլորիդ,
Եվ ընդհանրապես, եթե այն ժամանակ Փաշինյանն իրեն աջակցողների, իր հետ փողոցներ փակողների անունով էր երթվում եւ ասում, թե Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, հիմա իսկույն հունից դուրս է գալիս, երբ իրեն քննադատում են փողոցում եւ բղավում է անգամ նրանց վրա, ովքեր ոչ միայն իրեն են ձայն տվել, այլև իր հետ միասին փողոց փակել 2018-ին։ 2018-ին երբ դե ձեր փակալում էի։ Հա։ Ինձ էլ շատ մոտ էի, կանգնած ձեռքը ջարդել էի։ Լուրջ։ Այո։ Ես ձեռքը ջարդացել ձեր գալսի ձեր թերին։ Սա ասում նրա համար, որտեղ հավատում էի ձեզ ու ձեր իշխանությանը։ Հիմա այդ պահ զգում էի, որ պետք է իշխանությունը հեռանար։ Հիմա նույնը ձեզ եմ ուզում ասեմ։ Սա ուզում հասկանա, որ սրտանց եմ ասում, որտեղ Հայաստանի համար եմ անհանգստանում։ Տեսեք։ Ձեր օրվա ես այդ վերջացնեմ, գիտեմ ձեր սափրետի քոշումները։ Դուք հանձնել եք Արցախը։ Այդ զողությունների արդյունքում մենք պետություն ու անկախություն ենք ստացել։ Այո, ունենք։ Այո, ունենք։ Եվ դուք գիտեք, մի րոպե։ Եվ այն, որ դուք եկել եք վարչապետի դիմաց կանգնել եք, այդ ասում եք, այդ նշանակում է, որ մենք պետություն ունենք, անկախություն ու ժողովրդավարություն, որովհետև եթե 15 տարի առաջ ասեիք, հիմա զուգարանում ձեզ զղկելով սպանում էին, այ հենց հիմա։